Պետական բյուջեից մարզերին հրատապ լուծում պահանջող ծրագրերի համար արդեն 3-րդ տարին է 10 միլիարդ դրամ է հատկացվում։ Շիրակի մարզին նախորդ 2 տարիների պես այս տարի էլ 1 միլիարդ 300 միլիոն դրամ է հատկացվել։ Հիմնականում իրականացվում են փողոցների բարեկարգման, ինչպես նաև տանիքների վերանորոգման աշխատանքներ։ Այսօր դրանց ընթացքին ծանոթանալու համար փողվարչապետ Արմեն Գևորգյանն էր Գյումրիում։ Օրերս կառավարության 4 տարիների աշխատանքը տնտեսագետները գնահատեցին։ Օրինակ նախկին վարչապետ Հրանտ Բակրատյանը այն 0 գնահատեց։ Որ այս 4 տարիների ընթացքում համենայն դեպս կառավարությունը բոլոր հաստատված ծրագրերը եւ հատկապես պետական բյուջեն է հիմնական փաստաթուղթը կառավարության, որը հաստատում է ազգային ժողովի կողմից, անշեղորեն իրականացրել է։ Հիմա իրականացված ծրագրերը ինչքանով են բավարար եղել կամ անբավարար եղել, դա արդեն այլ հարց է։ Այս տարվա բյուջեում էլ կան այև աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում։ Ուրիշ բան, որ այդ նախատեսված հնարավորությունները չեն բավարարում մեր այսօրվա կյանքի ավելի լավ պատկերացումներին, ցավոք սրտի։ Վերջին օրերին մամուլում լուրեր էին շրջանառվում, որ մարզպետը արձակուրդում է եւ հավանական է, որ պաշտոն անկարվի։ Իրականությանը չեն համապատասխանում, ներգաղթային աշխատանք չեն։ Բայց լսել եք ինչ է գրում մամուլը։ Չեմ հետաքրքրում։